Բարև ժողովուրդ ջան, հենց այսօր էլ Երևանը մի քիչ փոխվեց, կամ էլ չփոխվեց, բայց մենք նորից կորել ենք մեջը, իսկ այս երեկո ներսում մենք խոսելու ենք Երևանի մասին, գիտեք ինչու, դե որովհետև ներսում կլինի մի մարդ, ով իր 90-ամյակը նշում է իր իսկ կառուցած քաղաքում, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյան, Հին երևանցիները չգիտեմ, բայց նորերն ասում են, եթե փողոցներ նորական չեն փոխվում, ուրեմն Երևանի շինարարները արձակուրդ են, բայց ինչն է միշտ նույնը մնում, մեր Ներսեսը, ժողովուրդ, դիմավորեք, Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո, եթերում Ներսարի գիշերային շոուն է ու ջան, Երևան ջան։ Ինչպես կասեր մեր քաղաքի նորակառույցներից մեկը, ես էլ եմ հին Երևան, ուղղակի նորից եմ սարքվել։ Մեր քաղաքը անընդհատ զարգանում է, բարձրանում է, կրունկներն էլ են ասում, այսքան աշխատեցինք, գոնե կթողնեք այս առավոտ գարունքի պես հավաքվենք, տուն գնանք երգելով, բայց չէ, թողնողնով է։ Կրունկներ ջան, մեղմիկ շշուկներով բարեք Երևանի երկնքում։ Ու ես մի քանի օր առաջ անցնում էի իմ սիրած փողոցներից մեկով ու ուզում էի մտնել իմ սիրելի հացիփուռը, որ շատ երկար տարիներ կար ու պարզվեց, որ էլ չկա։ Մոտեցա, հարցնում եմ, բա փուռը ուր է, ասացին, հիմա տեղը բիզնես կենտրոն է։ Հա, հաց չկա, բայց բիզնես կա։ Ուրեմն, գնացի նորակառույցի տանիք, տեսնեմ հացը որտեղ է, հասա վերև ու պարզվեց վերևում սրճարան կա։ Դե, բա ոնց, հին Երևանում մենակ անգլերեն էին խոսում ու փուռն էլ բեյքերի էր։ Ու այ հենց այս դեպքերում հասկանում ես, որ ընկերներ նոր Երևանը բարդ բան է։ Մի քանի օր, որ քաղաքում չլինես, հետո ստիպված ես քո սիրելի սրճարանը հիշել հասցեով, թե չէ պիտի մանգաս որ շինարարական փոշու, որ շերտի հետևում է մնացել։ Այս վերջերս մեքենաս թողել էի Պարոնյան փողոցում, վերադարձա գտա քաղաքապետարանի հրապարակում։ Մեքենայի տեղում բնակելի համալիրի հիմք էին փորել։ Մի խոսքով, ինքներդ ինձ լավ գիտեք, բայց դե կարևորը, որ Երևանի մասին լիքը երգեր կան, չէ՞։ Բրոդ Տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ կրկին, որ ինձ հետ ներսում եք, հուսամ լավ եք, այսքան խոսեցի Երևանից ու այսօր դեռ վստահ շատ ենք խոսելու Երևանից, դրա համար առաջարկում եմ սկսել երևանյան մի շատ սիրելի մեղեդիով, որը այս պահին կգա մտքներիդ։ Okay, թեպետ Երևանը այդպես իրանով արդեն, չգիտեմ, կոլորիտ է ու երևանյան ֆոլկլոր արտահայտությունն է մեզի ծանոթ տաժ է, այսինքն Երևանցելուց դու ագամայից երգ պատկերացնես կը, բայց իմ ամենասիրելին թաթա Փորձենք գնացի։ Դերուշերից քաղաք Հյուսեմ թելով երազներիս Թե հորոնվեմ կամիների Վաղուց անցած հին օրերից Թե փողոցից փողոց անցնեմ Մատնեմ երկով սարկած այգից Կամ էլ մեր տուն գնամ ու դուրս նայեմ Քեզ կտեսնեմ պատուհանից Երևանս Անգին քարս, անգին քարևանցս Երևանս Երևանը դարձել է մեծ շինհրապարակ ու ամեն օր մի նոր կառույց է ավելանում ու այսքան բնակելի շենք որ կառուցվում է, ես չգիտեմ մեր բնակչության թիվը կավելանա, գյուղերը դատարկվում են, մարդիկ մարզերից քաղաք են գալիս ու Հայաստանը նեղանում ու դառնում է մի բուռ
մի Երևան։ Ես սա ցավով եմ ասում, բայց համել հույս ունեմ, որ աշխարհի 7 միլիոն հայությունից գոնե 2 միլիոնը կգան լրացնելու մեր կիսատ պրատ 3 միլիոնը ու այդ բնակելի նոր թաղամասերում լույս կվառվի։ Մի խոսքով ամեն ինչ փոխվում է, բայց մեր սերն այս քաղաքի հանդեպ երբեք չի փոխվի։ Տղեկ ջան, շնորհակալ եմ կրկին, որ ներսում եք, դուք շարունակեք նվագել, իսկ ես գնամ այնքան տեսնեմ բարում ինչ կա այսօր բացի լցված բաժակներից։ Գնացի։ Բարի երեկո, շարունակում ենք Ներսարի գիշերային շոուն ու գիտեք մեր քաղաքը փոխվում է, բայց մի բան հաստատ է մնում, մեր սերը լավ կոնյակի հանդեպ։ Այսօր եւս ուզում եմ ձեզ ներկայացնել մի իսկական գանձ Վիենդեմ կոնյակը։ Եվ այս կոնյակը ստեղծվել է մեր հայրենի հողի բարգեւած խաղողից միաձուլվելով հայկական եւ ֆրանսիական կոնյակագործության լավագույն ավանդույթները։ Հետաքրքիրն այն է, որ այն հնացվել է ավելի քան 10 տարի աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հանճարեղ մեղեդիների ներքո։ Պատկերացնում եք կոնյակ, որը լսել է Սուսերով պարը։ Երևի դրա համար էլ այսքան էներգետիկ է։ Հոտը անմահական, համը անզուգական։ Այս երեկո մեր հարգարժան հյուրին կառաջարկենք հենց այս 10 տարվա հնեցման կոնյակը ու համոզված եմ, որ նա կգնահատի դա։ Ռուսլան, ես գիտեմ, որ դու ես շատ սիրում հայկական կոնյակ։ Ճիշտ գիտեմ։ Միանշանակ։ Մանավանդ այն դեպքում պետք է շատ սիրել ես կոնյակը, երբ արդեն նշեցի, որ այն հնացվել է Խաչատրյանի երաժշտության ներքո ու ամեն կումի հետ կայան է բալետն ես հիշում ու հուսամ հար, որ մենք մի օր շատ խմելու դեպքում չենք որոշի, որ պիտի գնանք ազգային ակադեմիական օպերայի բալետի թատրոն որպես բալերոններ։ Լավ, այս պահին գնանք կարճ դադարի, որից հետո շարունակելու ենք երեկոն, մնացեք մեզ հետ ներս։ Երևանը մենք ենք, Երևանն անգերց սիրելը, չգրված օրենք է։ Մի քիչ հետո ներսում է լինելու մի մարդ, ով Երևանը կառուցել է ոչ թե քանդել։ Հյուրն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը։ Այն նա հաստատ կբացատրի, ինչի մեր նորակառույցները ոնց որ միմյանցից անջատված Տետրիսի խորանարդիկներ լինեն։ Թե լավ, շուտով վերադառնում ենք։ Դոնուշենք չէ, Երևանը մենք ենք, Երևանն անգերց սիրելը, չգրված օրենք է։ Դուր բնդրեք հոգից սրտի թուրը և երկեց սիրո դխրագին պատասխան չկար հույսն իմ զուր է մի ուրիշն է երել կողքին Առաջին այս սիրուց ես չունեմ դատար բայց կապրես իմ երկում ոսկեվար Առաջին այս սիրուց ես չունեմ դատար բայց կապրես իմ երկում ոսկեվար Ջորջան, այս երեկո խոսում ենք Երևանի ճարտարապետությունից, մեր քաղաքի փոփոխություններից, այն ամենից, ինչ մեզ դուր է գալիս կամ դուր չի գալիս, բայց երբ ասում ենք Երևան, պիտի խոսենք այն մարդկանց մասին, որոնք այս քաղաքը կերտել են, ոչ թե քանդել ու նորից սարքել, այլ կառուցել, իրենց ժամանակից առաջ են նայել ու մեզ համար մայրաքաղաք են ստեղծել։ Այսօր մեր հյուրն է մի մարդ, որի ստեղծած շենքերն արդեն դարձել են Երևանի պատմության մի մասը, մի մարդ, ով բառացիորեն նախագծել ու կառուցել է մեր քաղաքի դեմքը։ Մենք միշտ խոսում ենք նոր շենքերի մասին, բայց եկեք չմոռանանք, որ իրական ճարտարապետությունը սկսվում է ոչ միայն տարածական տեսողականությունից, այլ նաև լայնախոհ մտածողությունից։ Էնպես որ գնանք դիմավորելու Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ լեգենդար Հրաչյա Պողոսյանին։ Գնացինք։ Առաջին այս սիրուց ես չունեմ դատար բայց կապես իմ երկում ոսկեվար Առաջին այս սիրուց ես չունեմ դատար բայց կապես իմ երկում ոսկեվար Բարի երեկո, պարոն Պողոսյան,
Շատ շնորհակալ եմ, որ ներսում եք, իսկապես պատիվ է ինձ համար զրուցել ձեզ հետ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում, ու վերջերս դուք նշեցիք ձեր 90-ամյակը, ինչի արդիվ շնորհավորում եմ ձեզ, սա մեծ իրադարձություն է, ոնց եք ձեզ զգում այս կարևոր հանգրվանում։ 90-ը ոնց եմ պատկերացնում կամ տանում, հա, շատ դժվար, վատ բան է, բայց անցած կյանքը իհարկե ներդարկիր է եղել։ Ես ամբողջ կյանքս նույն ինստիտուտում եմ աշխատել, սովորական ճարտարապետից հասել եմ մինչև տնօրեն, եւ հետո երկրաշարժից հետո, Սպիտակյան երկրաշարժից հետո ինձ նշանակեցին տնօրեն եւ ես 4 տարի հետո արդեն դուրս եկա այնտեղից։ Ես սկսեցի միայնակ աշխատել։ Պարոն Պողոսյան, դուք տեսել եք ոչ միայն մեր քաղաքի, Երևանի անցած դարը, այլև անձամբ մասնակցել եք մեր քաղաքի կերտմանը։ Երևանը որքանով է փոխվել ձեր տեսած առաջին, ժամանակներից մինչև հիմա։ Այն Երևանը, որ դուք տեսել եք սկզբում եւ Այո, տեսել եմ, ամենա սկզբից դեռ 50-ական թվերից եմ տեսել։ Այսինքն ինչ որ հիմա ժողովրդի մեծ մասը չի տեսնում, չի էլ հիշում։ Եվ զարմանալին է, որ անցած տարիները դժվար է հիմա հիշել։ Ինձ համար չէ, երիտասարդության համար։ Եվ դա երևի բնական է, չգիտեմ, բայց այն ինչ որ ես անցել եմ իմ ընկերների հետ, շատ հետաքրքիր տարիներ էին։ Եվ մենք միասին աշխատեցինք, հետո յուրաքանչյուրս առանձին ունենք նաև մեր աշխատանքները։ Ես խոսքը վերաբերում Աթարխանյան Արտուրին եւ Խաչիկյան Սպարտակին, որոնց հետ ես աշխատել եմ դեռ 62 թվից, 1962 թվից, անցած դար, մենք անպայման պիտի խոսենք ձեր եռյակի մասին, պարոն Պողոսյան, ինչպես նշեցիք, բայց հիմա ուզում եմ ասել, որ սիրելի հայրենակիցներ, այս մարդը այն քչերից է, ում ստեղծածը մեր շուրջն է, բայց մենք հաճախ մոռանում ենք, թե ով է դրան կյանք տվել։ Եթե հիմա ասեմ, որ նա համահեղինակն է այնպիսի կառույցների, ինչպիսիք են Ռոսիա կինոթատրոնը, բոլորդ կմտաբերեք, չէ՞ դա, Հրաչյա Պողոսյան։ Ու եթե ասեմ երիտասարդական պալատ, դա այն նույն շենքն է, որ մեր ծնողներն ասում էին կուկուռուզնիկ, որը Երևանի Skyline-ի մի մասն էր, մինչև մեր աներևակայելի ճարտարապետական գիգանտները որոշեցին, որ այն էլ պետք չէ։ Դե նորից Հրաչյա Պողոսյան, շարունակեմ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այն կառույցը, որ աշխարհի ամենագեղեցիկ համերգասրահներից է ու ամբողջ աշխարհի ճարտարապետներն են զարմանում, ոնց ենք մենք 1983 թվականին սենց բան սարքել։ Պարոն Պողոսյան, սկսենք Ռոսիա կինոթատրոնի մասին խոսելով, շենքի ճարտարապետական լուծումներում նկատելի է Արարատ լեռան ուրվագիծը, ու կարող ենք ասել, որ սա յուրահատուկ հղում էր դեպի ազգային ինքնությունը ու այդ սովետական տարիներին ոնց դա ընդունվեց սովետական ղեկավարության կողմից։ Մենք փորձեցինք ազգային ոգին պահպանել եւ մենք գտնում էինք այն ժամանակ, որ ազգայինի ոգին ինչումն է, դա նրանումն է, որ հայ ճարտարապետները միշտ արել են միաձույլ շենքեր, ներսը, դուրսը, բոլորը նույն քարից, նույն կոնստրուկցիայով, այսինքն կոնստրուկցիայի եւ ճարտարապետության միաձույլ լինելու մեջ էր։ Եվ տեղի հետ կապված անպայման եւ ժամանակի հետ կապված։ Չէ՞ որ այն ժամանակ բոլոր եկեղեցիները կառուցելուց մարդիկ ժամանակակից էին, այսինքն այն ժամանակվա համար էին կառուցում, որի ժամանակ նախագծվում էր։ Եվ ես կարծում եմ, որ կինոթատրոնի նախագիծը մեր ամենահաջող նախագծերից մեկն է։ Ես այստեղ ցույց տամ մեր հեռուստադիտողներին նախագիծը, հետո արդեն շենքը։ Հետաքրքիր ժամանակներ էին, այդ թաղամասի ամբողջ բնակչությունը հավաքվում էր նայել, թե ինչ է լինելու, այնտեղ չէ որ շուկա էր առաջ։ Կինոթատրոնի անվան հարցում քննարկվել են տարբեր անուններ, Այրարատ, Նոյանտապան, բայց ի վերջո ընտրվեց Ռոսիա անունը։ Այ ոնց ընդունվեց այս որոշումը ձեր կողմից, ճարտարապետական թիմի ներսում ոնց ընդունեցիք սա։
մենք չենք մասնակցել այդ անվան ընտրությանը։ Մենք ամենասկզբից պատկերացնում ենք, որ դա կլինի կամ Նոյան Տապան կամ Եսիմ Արարատ այդպեսի մի բան, բայց հետո որոշվեց, որ Ռասիա է պետք, որտեվ Մոսկվայում մեծ ժամանակներում բացվեց Թումանյանի հրապարակ, Թումանյանի 100-ամյակն էր կարծեմ, եւ Երևան կինոթատրոն։ Երևան կինոթատրոնն էլ նախագծեց մի ռուս ճարտարապետ, բայց հետո ինձ հրավիրեցին, որպեսզի ես ինտերիերը կամ էքստերիերը նյութերով, բանով ձևավորեմ մի քիչ հայկական դառնան։ Ես գնացի 2 ամիս մնացի Մոսկվայում, այդ բոլոր բաները արեցի, այդ կապակցությամբ էլ կինոթատրոնի անունը դրեցին Ռասիա, որտեղ կինո Մոսկվան արդեն կար, սա էլ դրեցին Ռասիա։ Բայց կարևորը դա չի, կարևորը նաև որ շենքը բացվեց, հիանալի կինոթատրոն էր երևանցիների համար, 2 դահլիճ, մեկը 1600 տեղ, մեկը 1000 տեղ, եւ մի հատ էլ փոքր դահլիճ կար 280 տեղանոց, երեխաների համար մուլտիկներ բաներ ցույց տալու։ Եվ շատ մեծ համբավ ուներ կինոթատրոնը։ Այնտեղ կային բացի կինոթատրոնից, բացի դահլիճներից, կային նաև պարասրահ, ցուցասրահ, սրճարան, մեծ ռեստորան եւ այլն։ Այդ ամեն ինչը միասին մենք մտածել էինք որպես արվեստի կենտրոն, որպեսզի այդ տեղը ունենա արվեստի բոլոր ճյուղերի հնարավորություն։ Ոչ միայն կինոթատրոն։ Ոչ միայն կինոթատրոն, որպեսզի մարդիկ շփվեն նաև արվեստի մյուս բնակավարների հետ։ Եվ շատ հաջողություն ունեցավ կինոթատրոնը։ Բայց հիմա ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ էր, որովհետև հիմա ինչ էր եղել, որտեղ հիմա ամբողջ կողմից, բոլոր կողմերից փակվեց նոր շինություններով, դառավ առևտրական միջավայր եւ այն համայնքը, որ ուներ կինոթատրոնը, իր այդ 2 դահլիճների հատման տեղով մուտքերը դեպի դահլիճ եւ այլն, ոչ ոք չի տեսնում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն Պողոսյան, ձեր սերնդին, այս մեծ նախաձեռնության, հոգատարության ու հայրենիքի հանդեպ անսահման սիրո ու խնամքի համար։ Հաճախ եք լինում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ու այո, հաճախ եմ լինում, որովհետև հիմա այնտեղ տնօրենը, որը նոր տնօրեն է, Կարենը, նա որը փոփոխություններ անելիս, իսկ փոփոխություններ միշտ պետք են, որովհետև շենքը որպես օրգանիզմ մաշվածության հակում ունի, յուրաքանչյուր շենք։ Եվ պետք է անընդհատ հետևել, վերանորոգել բան եւ այլն։ Եվ յուրաքանչյուր տեսակ դեպքերում նա ինձ զանգահարում է եւ հրավիրում է խորհրդակցության։ Հիմա օրինակ համալիրի տանիքը մենք ուզում ենք փոխենք։ Տարբեր առաջարկություններ կան, այնտեղ պղնձի թերթերից արված, չէ՞։ Եվ ես այն կարծիքին եմ, որ այնտեղ ոչինչ փոխել չի կարելի, նույն պղնձի թերթերը հարկավոր է վերանորոգել։ Պահպանել նույնությամբ, որտեղ այնտեղ փչացել են որոշ մասերը, փոխել ուղղակի։ Բայց տեսքը մնա նույնը։ Որովհետև ես կարծում եմ, որ նա հուշարձան է այդ եւ պետք է վերանորոգման ժամանակ մոտենալ որպես հուշարձանի, այսինքն պատկերացնել նրան որպես հուշարձան եւ չի կարելի այնտեղ որևէ նյութ փոխել, փոփոխություն չի կարելի։ Ես այստեղ ունեմ տարբեր գրքեր ձեր աշխատանքների մասին պատմող ու սա հենց ձեր լեգենդար եռյակն է, Թարխանյան, Խաչիկյան եւ Պողոսյան։ Մի քիչ պատմեք ձեր եռյակի մասին, պարոն Պողոսյան։ Եռյակի մասին այս գիրքը լավ է որ հրատարակվեց, Կարեն Բալյանին շնորհակալություն պետք է ասել։ Շատ կարևոր գիրք է, որտեղ պատմության մեջ պետք է մնա այս շինությունները, ոչ թե մենք որպես հեղինակներ, այլ շինությունները։ Եվ այստեղ մեզ յուրաքանչյուրի առանձին նկարագիրը կա գրքի մեջ, եւ նրա յուրաքանչյուրից արած մեր շինությունները։
Ես օրինակ բացի մեր երյակից, որը հայտնի է թե ինչեր է կառուցել։ Այո, բոլորիս։ Բոլոր գիտեն համարյա։ Մեզանից յուրաքանչյուրինը քիչ գիտեն։ Եվ ես ուզում եմ հիմա հիշեցնել մի քանի բան, որը չկա, բայց շատ ափսոսում եմ, որ չկա։ Որոնցից կարևորագույնը ես կարծում եմ երկրաշարժից հետո այն քաղաքներ, որը մենք նախագծեցինք, բայց նա այդպես էլ չդառավ իրականություն։ Երկրաշարժից հետո հոլանդացի ձեռներեցներ եկան Հայաստան, առաջարկեցին ֆինանսավորել եւ եթե հողը հատկացվեր, նրանք պատրաստ էին շինարարություն սկսել այնտեղ։ Եվ քաղաքը նախատեսվում էր 100,000 մարդու համար եւ նա պետք է լիներ գիտության, արդյունաբերության, առաջընթացի քաղաք եւ ոչ միայն երկրաշարժից տուժածների համար, այլ նաեւ արտասահմանին հայերը, որոնք կգային կուզենային Հայաստանում ապրել։ Ոչ դժբախտաբար այդ նախագիծը մենք արեցինք հոլանդացիների հետ, ես ու իմ տղաս էլ ճարտարապետ Տիգրան Պողոսյանը, 88 թվականի երկրաշարժից ամիջապես հետո էր 89 թվականին։ Եվ այդ նախագիծը ես ներկայացրեցի մեր կառավարությանը եւ մենք ընտրել էինք այն տեղը, որը մենք համարում էինք ամենաձեռնտուն, որովհետև հիմա բոլորը զգում են, թե ինչ վիճակա Սյունիքի հետ։ Սյունիքը բանտաբնակ չի, այնտեղ ամբողջ այդ Սյունիքի երկար պոչում ապրում են ընդամենը 200,000 մարդ։ Ամենանոսր բնակեցված մարզը։ Ամենանոսր բնակեցված մասն է, եւ այնտեղ սահմանից մինչև մյուս սահմանը մի 20-25 կիլոմետր է ուղիղ գծով։ Այսինքն մենք ուզում էինք որպեսզի բնակչությունը գնա դեպի Սյունիք, բայց մենք չէինք կարող Երևանից շատ հեռու անել այդ նոր քաղաքը, 60 կիլոմետր սահման էր դրված մեր վրա, որ ինքնաթիռով մարդիկ գան Երևան, հետո ընդդեղից ասենք գնան մինչև նոր քաղաք։ Բայց մենք ուզում էինք անընդհատ քաշել են կողմ եւ հետո Սյունիքի բնակչությունը ավելացնելու մի եղանակ պետք է փնտրեինք էլի եւ դա ես կարծում եմ լավագույն եղանակն էր, բայց դժբախտաբար այս ժամանակվա մեր կառավարությունը տեղյակ չէր այդ բաներից։ Նրանք կարծում էին օրինակ, որ մենք այդ հողը նվիրում ենք հոլանդացիներին։ Ես մի երկու անգամ ելույթ ունեցա կառավարության նիստում, պատմեցի իրանց, որ դա այդպես չի, որ մենք ընդամենը հողը հատկացնում ենք, իսկ կառուցողները գալիս են այնտեղ կառուցում են ուղղակի, դա մեր երկրի համար է։ Մեր քաղաքացիներն են ապրելու։ Մեր քաղաքացիներն վերջ-վերջով ապրելու էլի։ Մի խոսքով այն ժամանակվա ղեկավարությունը շատ չէր խորանում այդ քաղաքաշինական խնդիրների մեջ, որտեղ չգիտեին ինչ, նրանք ֆիզիկոսներ էին, չգիտեմ, այդպես դասախոսներ էին, չէ՞ համալսարանի բոլորը։ Մի խոսքով հոլանդացիները այնքան գնացին, մինչև տեսան, որ չի ստացվում ու ձեռ քաշեցին։ Պարոն Պողոսյան, նորից նշելով նաև Կարեն Դեմիրճյանի համար մարզահամերգային համալիրի մասին, թե դա ինչքան կարևոր է մեր կյանքում ու մինչ այսօր նա ծառայում է մեր մայրաքաղաքին ու միանշանակ է դա մնում է ժամանակակից նաև տասնյակ տարիներ հետո, բայց ինձ հետաքրքիր է կա որևէ կառույց, որ դուք առանձնահատուկ եք սիրում ու վերաբերում դրան, ոչ որպես ձեր նախագիծ, այլ որպես երևանցի, որ գնում եք այդ կառույցի մոտ, ասում եք, այ էս է իմ սիրած Երևանը։ Ընդհանրապես Երևանում, այո, ամենասիրելի կառույցը։ Ես օրինակ շատ սիրում եմ Կասկադը։ Ամեն առավոտ ես հիմա մի քիչ դժվար է ինձ համար, բայց ես առաջներում ամեն օր գնում էի այնտեղ ման էի գալիս ուղղակի։ Եվ մինչև հիմա էլ ես այնտեղ
որոշ բաներ կա, որ պետք է նայել, սովորել, թե ոնց է պետք անել ճարտարապետություն։ Այ երիտասարդությունը պետք է դրանով ոգևորվի, սովորի, որտեղ այնտեղ այնպես հրաշք կտորներ կան, որոնք ուղղակի հիացնում են ոչ միայն արտասահմանից եկած մարդկանց, այլ նաև մեզ ճարտարապետներից։ Նո բացի դրանից ուրիշ շատ շինություններ կան, որոնք ես հիանում եմ, որոնցով սկսած հրապարակի շենքերից, բացի Թամանյանից իհարկե, որտեղ դիմացի շենքը Սամվել Սաֆարյանն է նախագծել, որին որևէ մեկը չի ճանաչում այսօր Սամվել Սաֆարյանին։ Իսկ նա մեր ուսուցիչներ եւ պրոֆեսորներ եւ հիանալի ճարտարապետ էր, հզորագույն ճարտարապետ։ Երբ խոսում ենք Երևանի ճարտարապետական ոճի մասին, իմ սերնդակիցները հաճախ չեն հասկանում, հա, թե իրականում ինչպիսին էր մեր քաղաքը 20-րդ դարում, ու դա այն ժամանակվա քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը կարող ենք ասել, որ մի ուրիշ տրամաբանություն ունեին վստահաբար։ Այ ոնց կբնութագրեք դուք Երևանի ճարտարապետական ֆենոմենը, երբ այն դեռ նոր էր ձևավորվում, պարոն Պողոսյան։ Մենք 20-րդ դարում ի վերջո ունեինք ամենասիրուն քաղաքներից մեկը։ Ես կարծում եմ, որ հիմա էլ շատ սիրուն է Երևանը։ Եկեք մի անգամից խաչ չդնենք Երևանի վրա։ Շատ սիրուն քաղաք է հիմա էլ, բայց դժբախտաբար անդեմ է։ Հիմա չի ասի, որ սիրուն չի, բայց անդեմ է, կարծում եմ։ նոր կառուցվածքները անդեմ են, այո։ Նոր շինությունները անդեմ են։ Դե դա ժամանակի հետ է կախված, գիտեք։ Հիմա եթե ստիպեք էլ որևէ մեկը չի կարող անել այն ինչ որ մեր ժամանակ մեզ հնարավորություններ տրվում անել։ Ես իմիջիայլոց պետք է ասեմ, որ ճարտարապետները այն ժամանակ սովետական տարիներին, խորհրդային տարիներին ավելի ազատ էին, քան թե հիմա։ Եվ ինչի էին ազատ, որովհետև նրանք աշխատում էին պետական նախագծային կազմակերպություններում եւ գործ չունեին ոչ արժեքի հետ, ոչ պատվիրատուի հետ, ոչ բանի հետ եւ պատվեր ստանալու խնդիր չունեին, որտեղ պատվերները գալիս էին ինստիտուտ եւ այնտեղ տալիս էին տարբեր նախագծողների, տարբեր ճարտարապետների, մենք էլ ազատ աշխատում էինք։ Ճիշտ այդպեսի ոգով մենք արեցինք այնտեղի բոլոր մեր նախագծերը, մինչև այս կարգերի փոխվելը։ Իսկ հիմա ճարտարապետները բոլորովին կախված են պատվիրատուի հետ։ Մենք շատ լավ գիտենք ովքեր են պատվիրատուները, նրանք ունեն փող, ունեն հարստություն, բայց չունեն հաճախ ճաշակ, չունեն։ Որտեվ դա հատուկ բան է, որը դաստիարակվի, ճարտարապետները դաստիարակվում են։ Նրանք 6 տարի սովորում են, անցնում են բոլոր դպրոցները, բան եւ այլ։ Իսկ նրանք կախված են պատվիրատուից եւ գումարի տեսակետից եւ ժամկետի տեսակետից եւ ոճի տեսակետից։ Նրանց ստիպում են, ասում են, այ ես գնացել եմ, ասենք թե Շվեյցարիա, տեսել եմ այս տեսակ հյուրանոց եւ բյուրում եմ մի հատ նկար տալիս է ճարտարապետին, ասում է ուզում եմ սենց լինի հյուրանոց։ Եվ որ նրան փորձում ես ասել, որ Երևանում այդ տեսակը լավ չի, նա չի հասկանում, նա տեսել է, այնտեղ շատ լավ էր Շվեյցարիայում, ինչի՞ ստեղ լավ չի։ Չխոսենք միայն շենքերի մասին, պարոն Պողոսյան, դուք ձեր գործունեության ընթացքում աշխատել եք մեր պատմության շատ հայտնի մարդկանց հետ, Գրիգոր Հասրատյան, Կարեն Դեմիրճյան, ձեր եռյակի մասին քիչ խոսեցինք արդեն, Արտուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, այ նրանք բոլորն էլ եւ դուք էլ շատ մեծ դեր եք ունեցել Երևանի զարգացման մեջ։ Ոնց էին նրանց հետ ձեր հարաբերությունները, աշխատանքը, ոնց էր այդ ժամանակ ամեն ինչ։ Դե ազգանունները դուք որ տվեցիք, նրանք մեր լավագույն ղեկավարներից էին, Կարեն Դեմիրճյանից սկսած, Գրիգոր Հասրատյանն օրինակ, որ քաղաքապետ էր, մեր քաղաքը ուղղակի ապրում էր, զարգացում էր ապրում։ Չէ՞ որ նրա ժամանակ բացվեց այդ Սայաթնովա փողոց, որտեղ։ Եվ ընդհանրապես այս ժամանակներում ճարտարապետներին նա կանչում էր իր մոտ, ասենք գիշերվա ժամը 12-ին քարտուղարուին զանգահարում էր
ենթադրենք ինձ կամ Արտուրին կամ մյուս ճարտարապետներին Հասրատյանը հրավիրում է իր մոտ։ Վեր էինք անում ապալ-տապալ գնում էինք, ինչա պատահել Հասրատյանը մի միտք ուներ։ Ասում մտածում եմ, թե ոնց անենք, որ Սայաթնովա փողոցի վերջում դիմացում են բարձր սարի վրա մի ինչ-որ հետարքիր բան լինի։ Հա, գնացեք մտածեք։ Մենք էլ գնում էինք, ինչ-որ էսքիզներ էինք անում, բան բերում էինք մյուսօրը։ Եվ բոլոր ճարտարապետները ապրում էին այդ ոգով, Հասրատյանի օրոք։ Եվ այդ ժամանակներում զարգացավ Երևանը ակին։ Դուք Երևանի ճարտարապետության վերաբերյալ մի շատ հետաքրքիր համեմատություն եք արել, ասելով, որ քաղաքը նման է մանուկի, որի գլուխն այնքան մեծ է, որ ի վիճակի չէ ուսերի վրա պահել այն։ Կուզեմ մի քիչ բացեք այս արտահայտությունը, ինչ նկատի ունեք ու ինչպես եք գնահատում։ Դե դա ես ասել եմ Երևանի դժբախտության մասին։ Երևանը իր բնակչության քանակով շատ մեծ է։ Ամբողջ Հայաստանի բնակչության 3 միլիոնից համարյա 2 միլիոնը Երևանում եւ Երևանի շրջակայքում։ Ես ինչի եմ ասում շրջակայք, որովհետև Էջմիածին, Աշտարակ, Աբովյան, բան այդ բոլորը բաները դրանք Երևանի Արվարձանային քաղաքներ։ Արվարձանային քաղաքներ կարելի անվանել, էլի, որտեղ այնտեղի ժողովուրդը մեծ մի մասը Երևանում է աշխատում։ Ուսանողությունը այնտեղից գալիս է Երևանում սովորում է, նորից գնում է, բան եւ այլն։ Եվ այդ տեսակետից Երևանի բնակչությունը պետք է լիներ, ես կարծում եմ 500,000-ից ոչ ավել, որպեսզի մյուս քաղաքները նախ ոչնչանային, չմարտաթափվեին, գյուղերը ամբողջովին չթափվեին մարդկանցից, եւ այն ժամանակ ամբողջ հանրապետությունը կզարգանար համաչափ։ Եթե նայեք համաշխարհային երկրներին, համաշխարհային պատմությանը, հիմա կտեսնեք, որ օրինակ Շվեյցարիայում մայրաքաղաքը, եթե չեմ սխալվում, 150,000-անոց է Բեռնը։ Իսկ ամենամեծ քաղաքը այնտեղ 500,000-ից չի անցնում։ Բոլոր քաղաքները այդտենց հավասար զարգանում են, հավասարաչափ։ Եվ ճիշտը դա է։ Իսկ մեր մոտ Երևանը կլանել է ամբողջ բնակչությանը, փաստորեն։ Քաղաք-պետություն կարծես լինի, ամեն ինչ միայն Երևանում է պետություն դառավ, այո։ Եվ դա դժբախտություն է, ես անընդհատ դրա մասին խոսել եմ ժամանակին, բայց օգուտ չի տալիս։ Պարոն Պողոսյան, ձեր մասին շատ գրքեր եւ նաեւ ամսագրեր լիքը բան ենք հավաքել, բայց այստեղ մեկը տեսնում եմ հենց սա ռուսական տպագրություն չէ։ Սա չէ, սա բուլղարականն է։ Որը որ շատ հաստափոր գրքույկ է ու էլի այստեղ կան շատ հետաքրքիր անդրադարձներ հենց ձեր աշխատանքներին։ Հա, կան, իհարկե։ Հետևում եք, հետևել եք ժամանակին բոլոր տպագրություններին, գրքերին, որտեղ է գրվում ձեր մասին, ինչ են պատմում։ Սա բիենալե էր, որը տեղի ունեցավ Սոֆիայում։ Մենք էլ գնացինք մի խմբով, գնացինք մասնակցեցինք, բան շատ հետաքրքիր էր, ցուցահանդեսը հսկայական բացվել էր, եւ այդ ցուցահանդեսում հայկական ճարտարապետությունը հատուկ տեղ էր զբաղեցնում։ Այնտեղ կային եւ մեր նախագծերը եւ Թորոսյանի նախագծերը, մյուս ճարտարապետների նախագծերը եւ այդ ժամանակ ձևավորվեց այդ պոստմոդեռն հասկացողությունը համաշխարհային ճարտարապետության մեջ եւ սովետական միության 50-ական թվերից մինչև 80 թվերը այդ ժամանակաշրջանի ճարտարապետությունը մտավ այդ պոստմոդեռնիզմ հասկացողության տակ։ Եվ Հայաստանի ճարտարապետությունն էլ միշտ եղել էր սովետական ժամանակներում առաջին էջերի վրա միշտ
լավագույնն ենք եղել կարող որովհետև այն ժամանակներում տարին մի անգամ Մոսկվայում կատարվում էր ստուգատես ճարտարապետության սովետական եւ մենք ամենընթաց զբաղեցնում ենք կամ առաջի տեղը կամ մաքսիմում երկրորդ տեղը եւ մեր ճարտարապետները այնտեղ փայլում էին ուղղակի Ես այստեղ ունեմ մեկ այլ գիրք իմ ձեռքում, Մեդիամաքսն է տպագրել 17-ին, 20-րդ դար Երևան ու այստեղ էլի բնականաբար կան ձեր աշխատանքների մասին տեղեկություններ, բայց ուզում եմ ցույց տալ, տեսեք, այստեղ կուկուրուզնիկի մակետն է ենթադրում եմ, այսինքն նաև պիտի շարունակություն ունենար համալիրը։ Այս շարունակությունը հետո ես եմ նախագծել, արդեն Թարխանյան Արտուրը եւ Սպարտակը այդ ժամանակներում հիվանդ էին չէին մասնակցում ճարտարապետությանը եւ այնտեղ ուզում էին կառուցեին սպորտային դահլիճներ պալատից եւ ես նախագծեցի, բայց այս նախագիծը չանցավ ֆինանսավորում այդպես էլ չեղավ եւ դա մնաց իսկ երիտասարդների պալատը մինչեւ այս սպորտային դահլիճների նախագծելը այն ինչ որ կառուցվել էր Այդ բոլորը աշխատեց շատ լավ մինչև 2000 թիվը 2005 թվին սկսեցին քանդել, չէ։ Շատ կարևոր նախագիծ էր երիտասարդների պալատը, ոչ միայն որպես մեր նախագիծ, այլ ուղղակի Երևանի համար շատ կարևոր օբյեկտ էր, որտեղ այնտեղ կային երիտասարդության համար զբաղվելու ամեն միջոց լողավազան, սպորտային մաս կար դահլիճ 1200 տեղանոց հիանալի բեմով, ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցի վերջի հարկում այն սրճարանը, որի հատակը պտտվում էր։ Ես շատ կուզեի այդտեղ մի օր շանս ունենալ լինել, ցավոք։ Մարդիկ մի ամիս առաջ հերթագրվում էին, որպեսզի դեղ մի օր անցկացնեն երեկոյան, հա։ Մի գիշեր, որտեղ հետարքիր էր, նախ հետարքիր էր ուտել խմել բան եւ այլ, հետո էլ ամբողջ Երևանը ընդեղից տեսնում ես պատտվելով, այսպես մի ժամվա ընթացքում։ Եվ քանդեց մարդը, ինչի քանդեց ինքն էլ չհասկացավ։ Պարոն Պողոսյան, իմ հարցերը շատ են, բայց ես պիտի փորձեմ ամեն դեպքում սեղմել մի քիչ։ Վերջին հարցը, դուք ունեք շատ մեծ ընտանիք, որդիներ, թոռներ, ու երբ ընտանիքում մեկը ճարտարապետ է ու հաճախ սերունդները ձգտում են շարունակել այդ ճանապարհը, ու ես գիտեմ, որ ձեր ընտանիքում հենց այդպես էլ եղել է, ոնց է գնահատում օրինակ ձեր թոռանը, Գրիգորին, չգիտեմ, քննադատություն, հոգատարություն, համբերատարություն, շիդեր նրա կյանքում։ Անդամները ես էլ կինս էլ ճարտարապետն ենք, կինս Երևան նախագծում Ջիմ Թորոսյանի արվեստանոցում էր աշխատում եւ շատ հայտնի ճարտարապետ է, հիմա դե մոռացել են երևի։ Մեր տղան Տիգրանը նույնպես ճարտարապետ է, գերազանց ճարտարապետ եւ նրա տղան Գրիգորը նույնպես ճարտարապետ է։ Թե իմ ծորները կլինեն ճարտարապետ թե չէ, չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ կարող է եւ Սերունդ պիտի գնա։ Կարող է մի մասը լինել, որտեղ մենք արդեն 7 ծոր ունենք, 7։ Դա բավական մեծ թիվ է։ Իսկ ինչ վերաբերում է Գրիգորին, Գրիգորը հիանալի կազմակերպում է իր գործերը, ճարտարապետ է հիանալի, աշխատում է այսօրվա ոգին պահել համաշխարհային ճարտարապետության մասին նախոսքս եւ իր փոքր արվեստանոցով անում է բավական մեծ գործեր։ Ես էլ իմ տղան Տիգրանն էլ մենք տվեցինք մեր հիմնարկու նրա ղեկավարության եւ նա այդ պատվով տանում է առաջ եւ ես գոհ եմ նրանից շատ։ Հրաշալի։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Պողոսյան, որ եղաք ներսում, իսկապես շնորհակալ եմ այս զրույցի համար, ձեզ մաղթում եմ միայն ու միայն առողջություն, երկար տարիների կյանք, հատեք մեկ դարը ու ձեր խորհուրդներով, պատմություններով եղեք մեր կողքին, շնորհակալ եմ ձեզ ևս մեկ անգամ։ Խնդրեմ, ես էլ շատ շնորհակալ եմ, որ ինձ կանչել եք եւ 90-ամյակի կապակցությամբ 90 տարին բավական մեծ թիվ է։
Պատկառելի։ Իմ ընկերներից որևէ մեկը այսօր չկա։ Իմ համագործակիցներից որևէ մեկը այսօր չկա։ Եվ ես փաստորեն նայում եմ իմ շրջապատ եւ մենակ եմ այսօր։ Եթե չհաշվենք մեր երեխաներին, թոռներին։ Այնպես որ ես բավական երկար ապրել եմ։ Այո, եւ տաստված, շարունակեք դիտել մեր կողքին երկար ձեր խորհուրդներով։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, որ ներկայացնում եք, պարոն Պողոսյան։ Ժորդ, հասկացաք ինչի համար ենք մենք սիրում Երևանը, որովհետև Երևանը միայն շենքեր չեն, քարեր չեն, ճանապարհներ չեն։ Երևանը պատմություն է, մարդիկ են, ովքեր չեն ասում, բա ունենք այնինչ ունենք, այս ստեղծում են այն, ինչ վաղը պիտի դառնա մեր ժառանգությունը։ Այսօր խոսեցինք մի մարդու հետ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է մեր քաղաքի դիմագծին, եւ եթե Երևանը երկ լիներ, մեր այսօրվա հյուրը Հրաչյա Պողոսյանը նրա ամենագեղեցիկ նոտաներից մեկը կլիներ։ Ուղղակի մի պահ պատկերացրեք 1974 թվականին կառուցվեց Ռասիա կինոթատրոնը, 1983-ին մարզահամերգային համալիր է։ Այնտեղ մի ամբողջ սերունդ առաջին անգամ ֆիլմ դիտեց, առաջին անգամ համերգ գնաց, առաջին անգամ հանդիպեց իր սիրուն։ Հետո տարիներն անցան, կյանքը փոխվեց, շենքերն ինչ որ տեղ մնացին, ինչ որ տեղ վերացան, բայց այն մարդիկ, ովքեր դրանք կառուցեցին, կմնան հավերժ։ Աշխարհն արագ է փոխվում, բայց ես հավատում եմ, որ մենք այստեղ ենք ոչ միայն ներկան քննարկելու, այլ նաև անցյալի դառը կորուստներից դասեր առնելու, որ մեր ապագան ձևավորենք։ Սա Ներսարին էր, սա Երևանն էր ու սա մենք ենք։ Մի քաղաք, որը միշտ փոխվում է, բայց միշտ մերն է։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտող, շնորհակալություն մեր հիանալի հյուրին, շնորհակալություն մեր բենդին եւ ամենակարևորը շնորհակալություն ձեզ, ովքեր սիրում են այս քաղաքը ու ապրում են դրա պատմության մեջ։ Հաջորդ անգամ նորից կտեսնվենք, բայց մինչ այդ մի մոռացեք սիրել ու խնամել ձեր քաղաքը, որովհետեւ սա մեր Երևանն է։ Կհանդիպենք շատ շուտով։ Բարի գիշեր։ Երևանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում ու հեռավոր արվարձանում արծաթե հետն է իր թողնում երբ միայնակ եմ ես լինում քայլեն այստեղ են ինձ բերում ու հուշերից լքված այրում ես անցյալիս եմ հանդիպում